Կինն ու գինին փաստորեն միասին են եղել նաև քարեդարում։ Մեզանից 6000 տարի առաջ Պղնձե քարեդարյա բնակավայրի արտադրատնտեսական հատվածում գինու կճուճների արանքում կավանոցների մեջ գտնվել է 11-ից 16 տարեկան 3 կնոջ գանգ, եւ որ առավել արտառոց է, դրանցից մեկում պահպանվել է ուղեղի հատվածը։ Գիտնականները տեսնում են բերքառատության ակնկալիքով ծիսական արարողության հետքեր, քանի որ ուղեղի բեկորը պահպանվել է հարվածից առաջացած արյունազեղման հետ միասին։ Սովորաբար ուղեղը ամենաարագ քայքայվող, կենսաբանական, այսպես միավորներից մեկն է, որը շատ վատ է պահպանում մարմնի մահանալուց հետո։ Եվ փաստորեն տեսեք, որ այստեղ փաստորեն 6000 տարվա ընթացքում այնպիսի պայմաններ են եղել քարայրի ներսում, որ այդ մի փոքրիկ հատվածը պահպանվել է։ Միկրոսկոպի տակ, մանրադիտակի տակ, ասում են, որ եղնում է արյան էրիթրոցիտները եւ լեյկոցիտները։ Այսինքն դա շատ լավ սկզբնաղբյուր է այդ բնակչության գենետիկ կոդը նաև։ Քարայրը ըստ էության բնական սառնարան է, որի միկրոկլիման ներնախնիներն օգտագործել են մեծ քանակությամբ ուտելիք անբարելու եւ գինու արտադրություն կազմակերպելու համար։ Սա հավելյալ արդյունքի կուտակման փաստ է, որը քաղաքակրթության առաջացման հիմքերից է։ Սակայն զանգվածը բավականին լավ է պահպանված։ Հայտնաբերել են տարբեր տեսակի բույսեր, որոնք ըստ թվագրության բավականին հին են, խաղողի ճյուղեր, խաղողի սերմեր, հայտնաբերել են տիրանի կորիզներ, սալորներ, կորիզներ էլի, եղևնի, մնացորդներում ենք, լավ պահպանված, ծեղծի կորիզ։ Այստեղ հայտնաբերվել են դասական Պղնձե քարեդարյան խեցեղեն, որը բնորոշ է տարածքին, այսինքն դա հարդախառն խեցեղեն է, կան նմուշներ, որոնց մեծ դուք կարող եք տեսնել, որ խառնել են եղեք, ունենք խեցեղեն, որը բնորոշ չէ տարածքին, ավելացել են մանրավազ, մազ, հուրդ, Արենի 1 կամ ժողովրդի լեզվով ասած թռչունների քարանձավի նմուշներն ուսումնասիրվում են Օքսֆորդի համալսարանի լաբորատորիայում, Վրաստանի հնակենսաբանական ինստիտուտում եւ այլ երկրների գիտական խոշոր հաստատություններում։ Մեր երկրի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում պայմաններն այսպիսին են։ Պղնձե քարեդարյան հասարակության տնտեսական կյանքն ու բնաաշխարհագրական պայմանները վերականգնելու համար սկզբնաղբյուրային նմուշները գիտաշխատողները ստիպված են պահել ձնածածկի տակ, մինչև լաբորատորիա մտցնելը, այնինչ դրանց հսկայական